Գերմանիայի հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում ընտրում են շրջանային խորհրդարանը, Լանդթագը։ Այս ընտրությունների արդյունքները կորոշեն ոչ միայն ֆեդերատիվ հողի կառավարման կազմը, այլև անուղղակիորեն կկանխորոշեն սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրությունների արդյունքներն ու ապագա կանցլերին։ Բունդեսթագի ընտրությունների գլխավոր փորձից առաջ ֆավորիտ է համարվում Մերկելի գլխավորած քրիստոնեադեմոկրատների ու սոցիալ-դեմոկրատների միությունը, որը վստահ հաղթանակել էր նախորդ 3 երկրամասային ընտրություններում։ Վերջին շրջանում Մերկելի որդեգրած միգրացիոն քաղաքականությունը դժգոհության ալիք էր բարձրացրել, սակայն փորձառու քաղաքական գործիչը վերականգնեց հավատն իր հանդեպ։ Նա ընդունեց իր ծրագրի անհաջողությունը եւ այն վերափոխեց միավորված Եվրոպայի գաղափարախոսությամբ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա օգտագործեց նաեւ Ֆրանսիայում եւ Հոլանդիայում Եվրոպամետ քաղաքական գործիչների հաղթանակը։ Ուրախ ենք, որ Մակրոնի եւ Ռուտեի հաղթանակով հաղթեցին Եվրոպամետ քաղաքացիները։ Միասին մենք կյանքի կկոչենք միավորված Եվրոպայի նոր նախագծերը։ Մերկելի գլխավոր մրցակիցը Եվրախորհրդարանի նախկին նախագահն է։ Սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը մի քանի ամիս առաջ լքեց Եվրակառույցում նախագահի պաշտոնը ու վերադարձավ Գերմանիա մեկ նպատակով՝ կանցլերի պաշտոնը զբաղեցնելու։ Գերմանիայում սկսված Շուլցի սինդրոմը շատ արագ վերացավ։ Այսօր նա զիջում է նույնիսկ իր հարազատ քաղաքում, որտեղ նա տարիներ առաջ քաղաքապետ է եղել։ Դաշնային ընտրությունները սեպտեմբերին են, դեռ շատ ժամանակ կա։ Դաշնային մրցավազքը նոր է սկսվում եւ միայն դրա ավարտից հետո պարզ կդառնա, թե ով է ղեկավարելու Գերմանիան ապագայում՝ ես թե Մերկելը։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի ընտրությունները համարվում են սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրությունների գլխավոր փորձը։ Երկրամասը կարևոր նշանակություն ունի տնտեսական տեսանկյունից։ Այստեղ են տեղակայված Գերմանիայի խոշորագույն ձեռնարկատիրությունների գլխամասերը։ Վեստֆալիան նաև ամենախիտ բնակեցված երկրամասն է ու ավանդաբար հենց այս հողի օրինակով է շարժվում ամբողջ Գերմանիան։ Այսօր Գերմանիայում նաև մայրության տոնն է։ Մերկելի կողմնակիցները կատակում են, դա խորհրդանշական է եւ հույս ունեն տեսնել մայր Մերկելին կանցլերի 4-րդ ժամկետում։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։